Ողջույն բոլորին, այս տեսանյութը ցանկության մասին է իհարկե, որը լինում է ամեն կիրակի և իհարկե 4 տարբերակից, պահեք 4 տարբերակից որոցը մեկը, նաև հարցեր կարող եք ուղղել, եթե ցանկություն չունեք, հարցեր ուղղեք և հարցերի պատասխանները կարող եք ստանալ ներսում, պարտադիր չի այդ դեպքում աստղ ընկնի, բավականին շատ ոլորտներ կան քարտերում և այդ ոլորտները կարող են ձեզ պատասխանել ձեր հարցերին։ Պահեք, բոլորը նույն ցանկությունը մի պահեք, նույն հարցը մի պահեք, նաև կարող եք ժամկետ պահել, թեկուզ այս մեկ շաբաթվա ընթացքում, կամ եթե հստակ ինչ-որ մի բան գիտեք, հստակ այդ օրվա համար հարց տվեք։ Որովհետև եթե աստղը իրայից մի փոքր հեռու է, դա նշանակում է, որ ինչ-որ չափով հեռու կարող է ուշանալ ձեր ցանկությունը, որ իմանաք ըստ ձեր պահած ժամկետից հետո ինչքան ժամանակ այն դեռևս կարող է ուշանալ։ Որտեղ մարդիկ կարող են պահել են օրինակ ամառվա համար, հունիսի, հուլիսի, այդպես, և իմանաք հուլիսին է լինելու, թե ինչ-որ կարող է օգոստոսին նաև լինել այդպես։ Ինչով խառնեմ, դուք պահեք, եթե չեք հասցնում, կարող եք նաև կանգնեցնել, պահել, հետո վերադառնալ։ Գնանք առաջին տարբերակը։ Կկատարվի արդյոք առաջին տարբերակի ցանկությունը։ Ցանկությունը կարծես թե մի փոքր ուշանում է, որովհետև այստեղ չկա, որ սրա հետ համապատասխանի, մեջտեղում է մի փոքր կարող է ուշանալ, բայց դա կարող եք դուք ձեր հարցերի պատասխանները դեռևս գտնել այս քարտերի մեջ, ինչ տապեք, եզրակացնել, որ ձեր ցանկությունները չեն լինելու կամ ուշանալու են։ Ուրեմն առաջին տարբերակում հարսանիքի օրը որոշել, հարսանիք անել, նաև ուսման հետ կապված, ինստիտուտի, քննության հետ կապված այդ բոլոր հարցերը այստեղ ասում է այո, տեղի կունենա, կամ եթե պահել եք քննությունը լավ կանցնեմ, դիպլոմ կստանամ եւ այլն, այդ ամենը կստանաք։ Նաև բիզնես բացելը, եթե ուզում եք բացել, ապա ասում է բացեք, ում եք սպասում, ուշացել եք դեռևս, կարիերայի փոփոխություն, բարձրացում, դեպի վեր, յուրաքանչյուր այստեղ կլինի դա աշխատանքի վայրում, թե բիզնեսը բարձրանա։ Օտար երկրի հետ կապված յուրաքանչյուր հարց կարող է լինել հանգիստ օտար երկրում, կարող է լինել գործուղում օտար երկիր, ավելի շատ, որ ձեզ հանգիստ տան, արձակուրդ տան, դուք կարողանաք մեկնել ինչ-որ միտեղ հանգստանալու համար։ Եվ հաղթանակը դա կարող է լինել ինչպես սպորտի մեջ, գավաթը ձեր ձեռքում, այնպես էլ և քննություններում, և ինչ-որ այստեղ այն հարցերում, որտեղ որ գավաթ կա, գավաթը ձեր ձեռքում է և առաջին տեղում դուք կարող եք լինել, հաղթեք
քննություն, հաղթեք սպորտում, հաղթեք որևիցե աշխատանքային այդ քննությունում, որտեղ մարդիկ քննություն են տալիս եւ պետք է ընդունվեն աշխատանքի։ Այսքանը, իսկ եթե չկար ձեր հարցերի պատասխանները, դա նշանակում է, որ ձեր ցանկությունը դեռևս կարող է ուշանալ։ Պետք է սպասեք այդ ցանկությանը։ Դա ինչ էլ որ չի ընկել, ես չեմ տեսնում, ամենայն դեպս դուք կարող եք լավ ուշադիր նայել, 4 կողմը իրավունք ունեք նայելու, 4 կողմը հարցերի պատասխանները կտան։ Այսքան նայում եք, մոտավորապես գիտեք արդեն, որը ինչ է նշանակում։ Բայց ինձ թվում է բան չեմ բաց թողել։ Այսքան առաջին տարբերակի համար։ Նայենք երկրորդը, պատկերացրեք ձեր այդ ցանկությունը, որ կատարվում է, որ կլինի, ինչ կզգաք, որ այդ ցանկությունը կատարվի։ Ահա, բավական խառնեցի։ Կկատարվի արդյոք երկրորդ տարբերակի ցանկությունը։ Խառնում եմ այնքան, մինչև ոնց որ պետք է կանգնել, էլի, այդքան խառնում եմ։ Կամ պահերը, որ ընդամենը 2 հատ եմ խառնում եւ պետք է կանգնել արդեն։ Ինչ որ չի ուզում բաներ ընկնել, հա։ Գոնե աստղ ընկնի, եթե չի ուզում ոչինչ ընկնել։ Չի աստղն էլ չընկավ։ Աստղը ամենաներքևում է, այստեղ մի փոքր ինքը կուշանա, եթե այստեղ չկա։ Մի փոքր պետք է այդ ցանկությանը սպասեք։ Տեսնենք կողքերում ինչ կա, գոնե կողքերում ինչ որ բաներ ընկնեին։ Դա քիչ բան է։ Ուրեմն հաշտեցում ինչ որ մեկի հետ, եթե թեկուզ վիճված էլ չեք, եթե թեկուզ վիճվեք այս պահին, ապա շատ արագ կհաշտվեք։ Նաև կենցաղային տեխնիկա գնել եւ իհարկե հեռախոսազանգ, որը ձեզ համար շատ կարեւոր է կամ դուք եք զանգահարելու այնտեղ ինչ որ մեկի հետ հստակ խոսեք շատ կարեւոր բանի մասին կամ այդ հեռախոսազանգը ձեզ համար շատ կարեւոր է։ Կամ ձեր ինտուիցիան ուղղակի այս անգամ սխալվել է։ Այսքանը երկրորդ տարբերակի համար եւ գնանք երրորդ տարբերակը։ Ահա, կկատարվի արդյոք երրորդ տարբերակի ցանկությունը։ Տեսնենք գոնե այստեղ նորմալ բաներ լինեն։
ցանկությունը կուշանա, որովհետև այստեղ տեսնում եք չկա դեռևս, չգիտեմ որտեղ է, ահա այստեղ է, մի փոքր կուշանա ցանկությունը։ Դե բայց կարող ձեր հարցերի պատասխանները այստեղ լինեն։ Ահա, ուրեմն, երրորդ տարբերակում ցանկության մի փոքր ուշանում է, բայց բավականին բաներ կան, ուրեմն նոր սեր, նոր հարաբերություններ, նաև կարիերայի բարձրացում դեպի վերև, հա, այդտեղ կարող է պաշտոն եք ստանում, կարող ինչ-որ մի շատ կարևոր մի առաջադրանք են տալիս ձեզ, որը եւս բարձրացնում է ձեր կարիերան։ Նաև այստեղ կենցաղային տեխնիկա գնել, հեռախոսազանգ, որը ձեզ համար շատ կարևոր կլինի, տունը գնել կամ նաև վերանորոգում սկսել, նաև այստեղ հաշտեցում ինչ-որ մեկի հետ, նաև սա նախորդին չասեցի, սա կարող է լինել ինչ-որ մի բանի պայմանագիր, ոնց որ օքեյ եք անում, այդպես, ամեն ինչը ձեր սրտով է, և իհարկե հաշտեցում դիմացինի հետ, նաև հարսանիք, այստեղ եթե արդեն պատրաստվում եք, հա, ոնց որ ասում է, պատրաստվեք արդեն հարսանիքի, եթե նաև օրն էլ չեք նշանակել, ապա եւս ասում է կարող եք պատրաստվել հարսանիքի, որովհետև շուտով օրն էլ եք նշանակելու։ Այսքանը երրորդ տարբերակի համար Աստղը էլի չի ուզում ընկնել։ Եվ գնայինք չորրորդ տարբերակը։ Կարող ինչ-որ ժամկետ պահել նաև չորրորդ տարբերակում, եթե ինչ-որ հարցեր ունեք, ապա կարող եք այդպես պահել։ Ժամկետը փոխել։ Կկատարվի արդյոք չորրորդ տարբերակի ցանկությունը։ Կիսվեց, ոչ լիարժեք, եթե ցանկությունը աստղը իհարկե, եթե ընկնի այս այն կողմ, ուրեմն մենք կհաշվենք դա։ Աստղը այս շաբաթ չի ուզում ընկնել։ Էլի մի փոքր իրայց հեռու է։ Ահա, ուրեմն չորրորդ տարբերակում նվեր, ու ինչ-որ մեկից նվեր եք ուզում, սպասում եք նվեր, որ տան ձեզ, ապա կստանաք։ Տատի, պապի, այդպես բոլոր տոհմի հավաքվեն մեկ տեղում, թոռներով, երեխաներով, այդպես, ապա այդ հնարավորությունը եւս կունենաք։ Նաև այստեղ ամուսնության առաջարկ, ովքեր որ սպասում են, որ իրենց առաջարկեն,
նամակ, լուր կամ որևիցե փաստաթուղթ շատ կարևոր ձեզ համար, դա եւս կստանաք։ Օտար երկրի հետ կապված յուրաքանչյուր հարց, որը որ ձեզ տանջում է, դա եւս, նաև գնաք հանգստանալու օտար երկիր, նաև այնտեղ ինչ-որ փաստաթղթեր կողոպտել, փաստաթուղթ եք ստանում օտար երկրի հետ կապված, նաև շոպինգ, գնալ շոպինգի, չնայած որ գումարը բավականին հեռու է, այս պահին ոնց որ գումարն էլ չկա, հեռախոսազանգ, չգիտեմ ինչ-որ մարդիկ պահել են հեռախոսազանգը, թե ոչ, ասեմ ի դեպ այդ էներգիան մեզ շատ է խանգարում, ովքեր որ մնացած պահել են, եթե մարդը պահում է անընդհատ նույն բանը, և 4 տարբերակն է ընտրում, այդ էներգիան խանգարում է մնացածին իրենց ցանկության համար, համար պետք է ամեն մարդ պահի միայն իր ցանկությունը և իր ինտուիցիայով պահի, եթե այս շաբաթ չեղավ, եթե ինչ-որ հարց ունեք, որը որ էլի կասկածում եք, ապա դուք կարող եք նայել մեկ այլ տեսանյութ, այն տեսանյութերը, որոնք վաղուց է արվել կամ այն մյուս ալիքում է, որ կամ չեք տեսել, կամ վաղուց ուղղակի չեք տեսել, մոռացել եք անգամ այնտեղ ինչեր կար, որ նշանում է, որ համարում ինչ կար, կարող եք այդպես պահել, լրացնել ձեր հարցի պատասխանները, բայց 4 տարբերակը նույնը պահելը դա էներգիան խանգարում է, օրինակ 4-ի մեջ տեսա հեռախոսազանգ, դա նշանակում է ինչ-որ մեկը հստակ սպասում է կամ իր սիրելի հեռախոսազանգին, կամ ուղղակի պահել է հեռախոսազանգ և 4 տարբերակը, և հենց այդ դեպքում էլ դրա համար հեռախոսազանգը դուք կստանաք, բայց մնացածին խանգարում է դա, էներգիան խանգարում է, ես անընդհատ չեմ ուզում դա բացատրել, ասել, բայց ընդհանրապես այդպես է, էներգիա է սա, մարդկանց էներգիան է, որը որ դուք պահում եք այս պահին։ Այսքանը, նաև 4 տարբերակի համար ցավոք աստղը չընկավ, դե այստեղ նաև հաղթանակ ունեք, ինչ-որ հարցում հաղթանակը ձեր օգտին է լինելու, հաշտեցում եւս այստեղ, ինչ-որ մեկը եւս կարող է, հեռախոսը կզանգի, կհաշտվենք իրար հետ, ամենայն դեպս հավանականությունը մեծ է, որ այդ հարցը պահվել է անընդհատ։ Այսքանը, ուրիշ ոչինչ բաց չեմ թողել։ Այսքանը ձեզ համար։ Թող որ բոլորի ցանկությունները կատարվեն այն ժամանակ, երբ որ իրականում դա պետք է լինի։ Պետք էր, որ այդ ամենը ձեզ հետ կատարվեր, պետք էր, որ դուք այդ ունենայիք, կամ հաշտվեիք, կամ եւ այլն, յուրաքանչյուր բան, ինչը որ ձեր սրտով է, ինչը որ դուք եք ուզում։ Այսքանը։ Լավ եղեք։